Պարոն Աբրահամյան, դուք գերիների մասին խոսեցիք, բայց ԱՄՆ այցից հետո անմիջապես եղավ ադրբեջանցի քաղաքացիական ներկայացուցիչների այցը Հայաստան, խնդրում եմ սրան գնահատական ինչպես եք վերաբերում այս փաստին, այս այցին, եւ երկրորդը պարոն Աբրահամյան արդեն վեհափառի հետ կապված իշխանությունը քայլեր է ձեռնարկել եւ նրա Հայաստանից դուրս գալը եւս արգելել է, այս առումով նաեւ օրերս մենք լսեցինք շաբաթվա վերջում Դոշտ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ազգային ժողովի նախագահը խոսել է հոգևորականների մանկապղծության փաստի մեջ, այսպես ասած, թաթախված կամ գործ ունենալու մեջ։ Այս առումով եւս ձեր գնահատականը խնդրում եմ։ Վերջից սկսեմ, ինչ վերաբերում է ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությանը, ապա կարծում եմ, որ սա իրավական ընթացք սրան պետք է տրվի։ Ես մի քիչ դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ ճանապարհը այստեղ դատախազություն դիմելն է, դատական այցաններով անցնել, թե ինչպես գնալն է, դա ավելի շատ նեղ մասնագետները կասեն, թե որն է ճանապարհը, բայց ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա եւ սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի։ Ինչ վերաբերում է վեհափառի դեմ այդ քրեական վարույթին, սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որը առնվազն ավելի խտացված մենք տեսել ենք 2025 թվականի հունիս ամիսներից հետո։ Ինչու եմ ասում խտացված, որովհետև Մայր աթոռի հոգևորականների դեմ տարաբնույթ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են եւ այլն, սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության շատ ավելի հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 25 թվականի հունիսից է արտահայտվել եւ ակնհայտորեն ինչ-որ փուլում պետք է բերեր այսպիսի դրսևորման, ինչը նաեւ կարծում եմ որոշակիորեն կանխատեսելի էր։ Ինչի եղավ հենց այս պահին, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ էր, որ եպիսկոպոսատ ժողովի կազմակերպման մասով էր սա այս որոշակի արագացված գործողությունները պայմանավորված, կրկնում եմ, ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր այսպիսի դրսևորում, այսպիսի մեծ եւ մասշտաբային համակարգային հարձակումների պարագայում, բայց որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, որը վերաբերում է երկու երկրների այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչներին, կարծում եմ, որևէ նոր բան չեմ ասի ձեզ, եթե ասեմ, որ Ադրբեջանում առհասարակ շատ մեծ չափազանցություն է քաղաքացիական հասարակություն ասելը, որովհետև Ադրբեջանում շատ վաղուց բռնապետություն է կառուցված, այնտեղ խոսել ազատ մեդիայի մասին, խոսել հասարակական կազմակերպությունների մասին, որոնք դուրս են իշխանության վերահսկողությունից, պարզապես չեն կարող ասել, եւ սա որոշակի նաեւ ուժային, այսպես ասած, մարմինների կազմակերպած խումբ է, որոնք ամեն մեկ ունեն տարբեր խնդիրներ, մի մասը հանրային մակարդակում, մի մասը չերևացող մակարդակում եւ այլն, դեռ չեմ խոսում այն մասին, որ իրենք այդ մարդիկ կամ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը դեռևս որոշ կարճ ժամանակ առաջ խոսում էին հայերի նկատմամբ ատելության կամ հայերի դեմ գործողությունների ամենաբարձր մասշտաբների մասին եւ բնականաբար այդ մարդիկ մեկ օրվա մեջ չեն կարող փոփոխության ենթարկվել եւ ասել երկու երկրների տարբեր խմբերի փորձագիտական կլինի, այլ մակարդակով կլինի, տարբեր ժամանակահատվածներում եղել է, բայց հարցային է թե դրանք ինչ խնդիր են այդ պահին իր մեջ ունեցել եւ այլ հարցը թե դրանց ինչ նշանակություն է տրվել։ Իսկ այս տեսանկյունից Ադրբեջանը ինքը իր համար ունի իր քայլերի հաջորդականությունը, դրան զուգահեռ իմիջիայլոց սպառազինվում է եւ նաեւ ռեգիոնում սպառազինության մրցավազքի մեջ է ակնհայտորեն Ադրբեջանը եւ այս պարագայում մի կողմից փորձում է ճակերտավոր խաղաղությանը որոշակի փաստական արձանագրումներ անել իր համար, որովհետեւ ինքը իր հիմնական խնդիրները արդեն լուծել է։ Մյուս կողմից այստեղ նաեւ երևում է, որ Ադրբեջանը շարունակում է իր սպառազինությունների բավականին մեծ ծավալներով գնումների պայմաններում փորձել այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում հանդես գալ թելադրողի ուժեղի դիրքերից, ինչը որ չի էլ թաքցնում։